շատերի մոտ այսպեսի կարծիք կա, թե ինչու ժամանակին հրաժարվեցի մանդատից եւ այսօր ինչու եմ ես առաջադրվում որպես պատգամավորի տեխնացու։ Նախ այն մթնոլորտը, որը որ ստեղծվել էր, այնտեղ հնարավոր չէր լինի այն ծրագրերը, որոնք որ նախատեսված էր առաջ տանել եւ ընդհանրապես հնարավոր չէր լինի աշխատել։ Իսկ այսօր այնպիսի մի հնարավորություն է ստեղծվել, որ հնարավոր է թիմակիցներով հայտնվել ազգային ժողովում եւ անել այն, ինչի ցանկությունը որ ունենք, նպաստել Հայաստանի պետության մրցունակությանը, որպեսզի մրցունակ պետություն ունենանք։ Եվ դուք ինքներդ գիտեք, որ ես միշտ տնտեսական քաղաքականությամբ եմ զբաղվել եւ նույնպես ուզում եմ շարունակել տնտեսական քաղաքականությամբ զբաղվել, օրենսդրական նախագծերը դարձնել օրենք եւ նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը։ Ես ինքս ՀԱԿ-ի հետ եմ, ՀԱԿ-ում եմ եւ ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերի հետ որպես Խաչատուր Սուքիասյան կունենամ հարաբերություն, աջակցել ասածը այսպես է, եթե քաղաքական ուժը հասարակության կողմից ընկալվում է եւ հասարակությունը այդ քաղաքական ուժին ուզում է տեսնել ազգային ժողովում, ապա ես այդ քաղաքական ուժի նկատմամբ շատ բարի դիացական կլինեմ։ Իսկ նախկինում, քանի որ ես 10 տարի եղել եմ ազգային ժողովում եւ շատ ընկերներ եմ ունեցել տարբեր քաղաքական կուսակցություններում, այդ ընկերների հետ կապը մնացել է, նրանց ես հարգում եմ, նրանց հետ ես աշխատել եմ, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Հայաստանի կոնգրեսի համամասնական ցուցակում կլինեք։ Ճիշտ ասած, այդ հարցը ես Լևոն Տեր-Պետրոսյանի հայացողությանն եմ թողել, որպես առաջնորդ նա կորոշի, եթե այդ որոշումը կայացվի, բոլորս տեղյակ կլինենք։ Պարոն Սուքիասյան, դուք ասացիք, որ ՀԱԿ-ի հետ եք, ՀԱԿ-ը հայտարարել է, որ քաղաքականությունն ու գործարարությունը անհամատեղելի է։ Դուք դա ինչպես եք գնահատում եւ այդուհանդերձ դուք ակնկալում եք, որ ՀԱԿ-ը ձեզ պիտի աջակցի մեծամասնականությամբ։ Այստեղ պետք է այդ սահմանը ճիշտ հասկանանք, շատ ճիշտ հարց են առաջ քաշել ՀԱԿ-ի գործընկերները, գործարար ասելով այն մարդիկ, որոնք որ մենեջմենտի մեջ մասնակցություն ունեն։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գիտեք, որ բոլորը բաժնետերեր են, ցանկացած հայտնի ընտանիք, ցանկացած միջև անգամ նախագահներ, վարչապետեր, նախարարներ, պատգամավորներ, բոլորը բաժնետերեր են։ Բայց այնտեղ այդ բաժնետերերը մասնակցություն չունեն իրենց մենեջմենտին, իրենց կառավարմանը։ Հայաստանի Հանրապետությունում միգուցե որպես փոքր երկիր տնտեսության միավորները նույնպես փոքր են, շատ ժամանակ նրանք մասնակցում են այդ կառավարմանը։ Ես կարծում եմ այնպիսի մարդիկ են պետք, որոնք որ կառավարման հետ կապ չունենան եւ չկարողանան միևնույն ժամանակ կառավարել այն համակարգը տնտեսական, որը ունեն եւ միևնույն ժամանակ լինեն ազգային ժողովի պատգամավոր։ Ես կարծում եմ ՀԱԿ-ը նկատի ունեցել դա։ Չէ, ես կարծում եմ գործարարություն չէ, պետք է գործիչ լինեն տնտեսական, տնտեսությունը հասկանան, պատկերացնել։ Ես կարծում եմ իրատեսները ավելի լավ են պատկերացնում, ներսից են պատկերացնում, քան տեսական գիտնականները կամ, բայց նրանք շատ կարևոր են, երկուսն էլ կարևոր են, ոնց որ ասած, երկուսի կարիքն էլ զգացվում է։ Ինչնայած դուք արդեն ներկայացել եք 5 տարվա բնակության տեղեկանքը, բայց չեք կարծում, որ հնարավոր է դա շահարկման առիթ դառնա, առավել ևս որ դասերական դուք բավական լուրջ Ինչպես։ Ապոյան ունեք բավական լուրջ 10։ Ես ճիշտն ասած փաստաթուղթը, որը որ պետական համապատասխան մարմինը արդեն հատկացրել է ինձ, իմ պահանջի արդյունքում, կարծում եմ դրանից հետո իրավաբանները, որոնք որ խորհրդակցել են, ուսումնասիրել են եւ իմանալով իմ Հայաստանում լինել եւ Հայաստանից շատ հաճախ դրսում գտնվելը, դա ոչ մի խոչընդոտ չի առաջացնում։ Իսկ շահարկման։ Շահարկման ի՞նչ է նշանակում շահարկում։ Ես ինչի շահարկման։ Խոչընդոտը պատճառ ավելի ճար։ Դե գիտեք ինչ կա, այդպես որ լինի, դուք ինքներդ լավ գիտեք, որ ցանկացած երևույթ, ցանկացած գործողություն կարող են խոչընդոտել կամ կարող են անօրեն համարել, բայց ամեն ինչ օրենքի սահմաններում է, ամեն ինչ իրավական նորմերի սահմաններում է, այնպես որ այդպիսի խնդիր ես առաջին անգամ եմ լսում, որ պետք է շահարկեն կամ չգիտեմ ինչ։
Շնորհակալություն։ Հակառակորդը շահարկի իմ դեմ ձեզ, դա նկատի։ Դե ես ուրախ կլինեմ, որ շահարկեն, թող շահարկեն։ Հետաքրքրում է ձեր մրցակցի պարոն Մուշիկյանի շանսերը որքան է գնահատում, ես չեմ կարծում, որ հնարավոր է հրադանի ընտրությունների օրինակով մենք այլ արդյունքներ տեսնենք։ Ոչ, դա Երևան քաղաքի կենտրոնում հնարավոր չէ, Երևան քաղաքում առավել հասուն քաղաքացիներ են բնակվում եւ ես կարծում եմ այն թիմը, որը որ նույնպես ես ունեմ ձևավորված, որոնք փորձում են այդպիսի ընդհանրապես չեմ մտածում, որ այդպիսի ինչ-որ գործողություններ կլինեն կամ անօրինականություններ, դա ես բացառում եմ։ Իսկ եթե կլինեն, արդեն ինքներս կտեղեկանանք։ Շանսերը Դե գիտեք ինչ կա, ես կարծում եմ իմիջմեյքերական կառույց դեռ չունենք, բայց կգա ժամանակը համապատասխան կառույցները կարողանան իրենց գնահատականը տալ ցանկացածի շանսերը ինչքան են։ Ընդհանրապես մաղթում եք նրան հաջողություն։ Ես ցանկացած առաջադրվող падգամավորի տեխնացուի հաջողություն եմ մաղթում, ցանկանում։